Եթե Հայաստանը որոշել է, այո, ԵՄ ճանապարհով է գնում։ Ինչի այս տարի հանրաքվե չի անում։ Ինչու օրինակ ՀԱՏՄ-ից դուրս գալու մասին չի խոսում։ Որտեղ դրա կարիքը չկա այսօր։ Դրա կարիքը չկա։ Այսինքն մենք մնում ենք ՀԱՏՄ-ին, միջև այնքան ժամանակ, միջև ինքը մեզ պետք չլինի, ու հետո կգնանք ԵՄ։ Դե դա մի քիչ կոպիտ ձևակերպում է, ոչ թե միջև մեզ պետք չլինի, այլ քանի դեռ այնտեղ մնալը փոխշահավետ է։ Դրա համար էլ Հայաստանում փոխշահավետ է մեզ համար։ Բնականաբար մեզ համար էլ շահավետ, այո, բնականաբար ինչպես աշխարհն է ընդհանրապես։ Մեզ օգտագործելով մեր հաշվին մի ճանապարհ հարթեք դեպի ԵՄ։ Բայց կներեք, այդպես դե կներեք, էլի դա հարցի մի քիչ վուլգարացում է։ Ես իրենց Դե իրենց, բայց դուք իրենց խոսնակը հոչեք։ Ես իրենց հայտարարությունը առանց ձեզ եմ լսել, բայց կներեք մաքսային միության մեջ այնպես չի, որ մեկը մեկին օգտագործում է։ Ինչ է մաքսային միությունը։ Մաքսային միությունն է բոլոր պետությունները օգտագործում են միմյանց հնարավորությունները իրենց տնտեսությունները զարգացնելու համար։ Մեկ ընդհանուր մաքսային սահման է, մեկ ընդհանուր մաքսային ուրեմն կացա է, այսպես ասած, որտեղ հավաքվում են բոլոր պետություններից հավաքագրված մաքսերը։ Հիմա եթե դուք նայեք օրինակ մեր վճարած մաքսերի ծավալը եւ հետ ստացած ծավալը, մոտ եթե չեմ սխալվում, երկու անգամ գերազանցում եմ մեր վճարած, որտեղ շատացել էին։ Հա, մոտավորապես երկու անգամ տարբերություն կա այնտեղ, ժամանակած չկա տարբերություն, տարիքա լինում է, տարիքա չի լինում։ Այսինքն դա այնպես չի, որ ինչ-որ մեկը գնացել է մյուսի հնարավորություններից օգտվում է։ Մաքսային միության իմաստն է, որ բոլորով բոլորի հնարավորություններից օգտվեն։ Ահա այդպիսի մաքսային միություն է նաև Եվրամիությունը։ Այնտեղ էլ բոլորով բոլորի հնարավորությունից օգտվում է։ Շատ սխալ կլինի ասել, որ գիտեք, օրինակ Էստոնիան օգտվում է, չգիտեմ, Չեխիայի հնարավորություններից։ Դա այդպես չի հարցը դրված։ Տեսեք, ճիշտ է, ուժի առաջնորդի իրենց առանցքային դեպքերի հայտարարությունները լսելով, Ռուսաստանի հետ ավելի սերտացնելու, ԵԱՏՄ-ում ավելի խորացնելու։ Դե անդամ ենք էլ ու ավելի խորացնենք, դրանից ավելի խորը հայտարարությունները Okay, ձեր հարցադրումները ինչ որտեղ ներսում հասկանալի է, որ չեք պատկերացնում իրենց եվրոպական ինտեգրումը, բայց ով ասել չենք պատկերացնում։ Դե հարցադրումներն այդ մասին են ըստ էության, որ հա իրենց ուղղված հարցադրումները, հա, որ չեն պատկերացնում իրենք, հա։ Եվ տեսեք, չէ որ իշխանականների համար հարցեր կան, որ թե ինչպես են բանը, բայց դուք այդպես լինելով Եվի կողմնակից, հա, քաղաքական ուժը, մենք էլի առանցքային գործողություններ չենք տեսել դեպի Եվրոպա։ Օրինակ, այդ օրենքը ընդունվեց, ոչ ժամկետներ ուներ, ասենց անհասցե մի բան, նույնիսկ, այսպես ասած, պաշտոնյա չնշանակվեց։ Հիմա կառավարության կառուցվածքը։ Ինչ պաշտոնյա կներեք։ Դե օրինակ, ակնկալի կար, որ փոխվարչապետ պետք է լինի, որ ոչ Մհեր Գրիգորյանը եւ ԵԱՏՄ-ն չհամակարգի եւ ԵՏՄ-ն չհամակարգի։ Դուք այսպես ինչ որ փոխնախարար գոնե առանձին ԱԳՆ-ում այդ մասով չեղավ։ Դուք ինչ եք արել բացի այդ անհասցե օրենքը ընդունելուց։ Նախ օրենքի վերաբերյալ։ Օրենքը նախաձեռնվել է քաղաքացիների կողմից, եղել է նախաձեռնող խումբ եւ ասեք ես ինչ ժամանակահատված։ Դա բայց լրացման աստիճան կա, չես կարող օրենքը ջնջել նորից գրել։ Եվ այդպես օրենքը եկել է ազգային ժողովի դատին, դա այստեղ չի գրվել, որ ձեր ասած հարցին ես պատասխանում։ Մենք կարող ենք այն կամ ընդունել, կամ մերժել, կամ ասած ձեզ լրացնել, այդտեղ լրացումներ կատարվել են, եթե հիշում եք, ոչ միայն տեխնիկական, այնտեղ շատ թեթև բովանդակային բնույթեր կա, մենք չենք կարող, կներեք, ճիշտ չէր լինի, որ մենք դնեինք 80-90%-ով խմբագրեինք իրենց բերած օրենքը, դա ճիշտ չի։ Հիմա ինչ վերաբերում է ԵՄ-ին, ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հարաբերություններին, ընկերներ, դուք չեք հետքի, չէ՞ որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբերությունները աննախադեպ խորացել են։ Ես թվարկեմ նախ ռազմավարական գործընկերությունը այն որ նախ Հայաստան ուղարկվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը մեր պետության համար շատ ճակատագրական պահի։ Սա հասկանալի է, չէ՞ որ Եվրամիությունում բարձրագույն քաղաքական մակարդակում է այս որոշումը կայացվել 27 պետությունների ղեկավարների համաձայնությամբ։ Սա մեկ, սրան ի պատասխան մենք միացանք նաև անվտանգ CSDP CSDP ընդհանուր անվտանգային եւ արտաքին քաղաքականության գործիքների միանալու, իրենց առաքելությունների միանալու, մասնակցելու
համաձայնագրին, այսինքն հետայսու մենք էլ կարող ենք իրենց կողմից, ինչպես օրինակ Կանադան մասնակցում է, չլինելով ԵՄ անդամ մասնակցում է Հայաստանում իրենց առաքելությանը, ահա այդպես մենք էլ կարող ենք հետայսու անցած տարի մենք վավերացրեցինք այդ համաձայնագիրը, որ այլ երկրներում մասնակցենք իրենց կողմից իրականացվող առաքելություններին, առևտրաշրջանառությունն է աճել տարիների ընթացքում, ուղղակի ինչու դա դեռ օրինակ, չգիտեմ, չի հասել 20, 30, չգիտեմ, 40%-ի, ինչու, որովհետև զուգահեռաբար ԵԱՏՄ-ում պատերազմից հետո մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը մի պահ ահռելի աճեց, այդ թվում նաև ոսկու, ադամանդի եւ այլի ներկրման եւ արտահանման հետևանքով, քանի որ մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը շատ մեծ տեմպով աճեց, այդ շրջանառության մեջ Եվրամիության կտորը փոքր էր, մի պահ 6% էր, հետո դարձավ 7%, այսօր արդեն հասել է 12%-ի։ Ինչի հաշվին։ Ռուսական սահմանափակումների։ Չէ, ասում Եվրամիության հետ բուն բացի են, որ համամասնության մեջ աճեց։ Բուն ինքն էլ ամեն տարի 10-15%-ի աճ է արձանագրել այն կողմում, ուրեմն Եվրամիության հետ առևտուրը։ Բացի դրանից, քաղաքական երկխոսությունը ասեցի, ստանդարտիզացիայի process-ը, մենք ահռելի մեծ աշխատանք ենք տարել, ընկերներ, ես ձեզ մի բան ասեմ, էլի, բազմաթիվ բաներ են տեղի ունեցել օրենսդրական մակարդակում, ենթաօրենսդրական մակարդակում, որոնք բխել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության համաձայնագրից, որոնք, գիտեք, այդքան չի թմբկահարվել եւ սննդի անվտանգության ոլորտում եւ, չգիտեմ, դատաիրավական բարեփոխումների հետ կապված առաջ հետ բերել թմբկահարում եք ԵՄ-ի հետ կապված։ Որովհետեւ դրանք տեխնիկական, մի քիչ գիտեք, դրանք տեխնիկական հարցեր են, օրինակի համար, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից Եվրամիության ստանդարտները իրանք այդպես, գիտեք, այդպես մեծ տառերով տրաֆալետային գովազդի ենթարկելու համար չեն։ Իրանք միտված են փոխելու մեր ամենօրյա կյանքը, բարձրացնելու մեր կյանքի որակը եւ բազմաթիվ բարեփոխումներ այդ առումով կատարվել են եւ դուք չեք հերքի, չէ՞, օրինակ, որ հիմա օրինակ Հայաստանի Հանրապետությունում կյանքի որակը հիմա է ավելի մոտ Եվրամիության ստանդարտներին, թե սրանից 10 տարի առաջ։ Չէ, պարզ հարց, էլի, հիմա է ավելի, դուք այդքան շրջագայում եք, չէ՞։ 10 տարի առաջ եք հաստատ եղել 10 տարի առաջ եք եղել Եվրամիությունում, չգիտեմ, Վրաստանում եք եղել, Հայաստանում եք եղել, երբ հիմա կյանքի որակը ավելի չի մոտեցել ԵՄ ստանդարտներին։ Ես չեմ ուզում մանրամասնել, ասել, այս բարեփոխումն ու այն բարեփոխումը սա ու նա, բայց ես նաև մի ուրիշ բան պետք է ասեմ, որ այո, մենք այդ ընթացքում բախվել ենք որոշակի կառուցվածքային խնդիրների, եւ այդ կառուցվածքային խնդիրները հաղթահարելու ընթացքում դուք էլի նույն ջանասիրությամբ եկել եւ նույն հարցերն եք տվել, թե ինչու եք դուք հաղթահարում կառուցվածքային խնդիրները եւ թե ինչու եք Եվրամիության հետ հարաբերությունները խորացնում, ով է ձեզ նման։ Չէ, դուք իմաստը չհասկացաք։ Եվրամիության հետ հարաբերությունը խորացնելու մասին չի հարցը։ Ստանդարտիզացիայի ընթացքում, երբ դու դնում ես որոշակի ստանդարտի մակարդակ, այն արտադրողները, որոնք ընկնում են այդ ստանդարտից ներքև, իրենց գործերը վատանում են։ Չէ, իրենց գործերը վատանում են, իրենց բիզնեսը որոշակի նեղվում է, եւ դուք ինչա չեք տվել այդ հարցերը, որ ինչու եք այդ բարձր ստանդարտը դնում, ժամանակ տվեք, այդ ժամանակը տրվել է։ Պարոն Եղոյան, Որոշները օգտվել են, որոշները չեն օգտվել։ Դուք թվարկում եք ձեր այդ Եվրամիության այդ ակտիվ քայլերը, ուժեղ Հայաստանն էլ ասում է, մեղադրում է, որ Եվրոինտեգրման հանձնաժողովը չի աշխատել ու իրանք հույս ունեն։ Իրանք ուղղակի չգիտեն։ Արդյոք հանձնաժողովը այդ ակտիվացման այդ Ասեք, ընկերներ ջան, իրանք ոչ թե ասում են չի աշխատել, ասում են նիստերն են քիչ եղել, իրանք ուղղակի նոր են ազգային ժողովում, իրանք տեղյակ չեն, թե հանձնաժողովների նիստերը ոնց են հրավիրվում։ Հանձնաժողովի նիստը ինչպես ազգային ժողովի լիագումար նիստը ինքը չի հրավիրվում։ Ինքը չի հրավիրվում, ես թողեք ես պատասխանեմ ձեր հարցին։ Չի հրավիրվում հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ։ Առավոտը զարթնի հանձնաժողովի նախագահ գրի չաթում, ասի եկեք այսօր մի հատ նիստ անենք։ Պետքա կամ օրինագիծ գա հանձնաժողով, ինչպեսին որ եղել է, կամ միջազգային պայմանագիր վավերացման մասին եզրակացության, ինչպեսին որ եղել է, կամ բյուջեի քննարկում պետք է լինի, կամ կառավարության կատարողականի քննարկում պետք է լինի, կամ
հանրային հնչեղության մի այնպիսի հարց լինի, որ հանձնաժողովը համարի, որ դա պետքա հենց բաց տեսախցիկների առջև քննարկվի, այդ դեպքերի համար մենք արել ենք ոչ թե հանձնաժողովի նիստ, այլ 2 անգամ 24 թվականին արել ենք խորհրդարանական լսումներ, երբ այս ձեր ասած օրենքին նախորդող քննարկումներն էին եւ այլ, այսինքն բոլոր 3 պատճառներով էլ մենք երբ եղել է դրա անհրաժեշտությունը, նիստի դեպքում արել ենք նիստ, խորհրդարանական լսումի դեպքում արել ենք լսում։ Հիմա անկախ նրանից ով կլինի այդ հանձնաժողովի նախագահը, նիստերի քանակը էականորեն չի փոխվելու, եթե իհարկե ուղակի ձևի համար, չասես տեսախցիկը միացրեք, նիստ է, ինչ-որ բան քննարկեն, ինչ-որ բան խոսեն մարդիկ առանց եզրակացության, առանց քվեարկության։ Սրան գումարած հանձնաժողովի նախագահը ի պաշտոն է նաև Հայաստան ԵՄ համաձայնագրի կիրարկման միջոցառումներն ապահովող միջգերտեստչական հանձնաժողովի անդամ է, այսինքն ես, այդ հանձնաժողովի անդամ նաև պարոն Խանդանյանը, Մարդու հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարը, այնտեղ էլի շատ բուռն քննարկումներ են եղել այն բարեփոխումների շուրջ առանց տեսախցիկների, որոնք որ տարիների ընթացքում իրականացվել են, դա էլ է չէ աշխատանք։ Դրան գումարած խորհրդարանական դիվանագիտություն, դրան գումարած, ինչ ասեմ, բազմաթիվ քննարկումներ տեսախցիկներից, որտեղ դա կարիք, հասկանում եք, ամեն քննարկում չի, աշխատանքային, ասենք հարց է ինչ-որ քննարկում, դետալային ինչ-որ դետալների մասին, որոնք հիմա պատմեմ, տեսեք, դուք էլ արդեն սկսեցի մի քանի դետալ ասել, ձեր հետաքրքրությունն էլ կորավ։ Պատկերացրեք ամեն օր այդ աշխատանքային քննարկումները դնեն տեսախցիկով, դա չի բանը նպատակը։ Որ Հայաստանը այս հանձնաժողովի նախագահությունը վերցնելու է եւ տորպեդահարելու է եվրոպական ինտեգրման գործընթացը, հարատվում են եւ Չէ, ոնց եմ հարատվում, ընդհակառակը տեխնացուի ելույթից ես ամենևին եւ իմ երկրորդ հարցը հենց տեխնացուի ելույթին էր վերաբերում, պարոն Եղորյան, որպես հանձնաժողովը երկար տարիներ նախագահած պատգամավոր, ինչպես է գնահատում տիկին Արեգա Հովսեփյանի ելույթը, նրան տրված հարցերին տրված պատասխանները, էմոցիան միջից։ Դե տիկին Հովսեփյանը նոր պատգամավոր է, ինքը ակնհայտորեն դեռ պետք է ադապտացվի, հա, այս միջավայրին, բայց նաև տիկին Հովսեփյանը պիտի ասեմ, որ մի քիչ այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում եվրոինտեգրման process-ը, ԵՄ անդամակցության process-ը, հա, գիտի ընդհանուր գծերով, բայց իր խոսքի քննադատական մասից ես հասկացա, որ ինքը process-ը ամբողջ դետալներով չի պատկերացնում եւ որ էլ ավելի վատ է, իրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե Հայաստանում ԵՄ ինստիտուտներ ոնց է ձևակերպել պարոն Կարապետյանը, Հայաստանում ԵՄ տեղայնացնել ասելով, նրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Եթե մենք խոսում ենք անկախ դատական համակարգից, մենք նախ բազմիցս ենք ասել, որ էլ տեղ չկա, անկախ դատական համակարգը, էլ ոնց է լինում։ Ասում են գործը տարան, մարդը արդարացվեց, կալանքի տարան, կալանքը չտվեց, մեկինը տվեց, մեկինը չտվեց, էլ անկախ դատական համակարգը ոնց է լինում, որ 100% դեպքերում կալանքը չտան կամ 100% դեպքերում մարդիկ արդարացվեն, այդ մեկ, երկրորդ, բայց անկախ դատական համակարգ ասելով, Ճապոնիայում էլ կա անկախ դատական համակարգ, Ավստրալիայում էլ, Ամերիկայում էլ, դա հո եվրոպական գյուտ չի անկախ դատական համակարգը։ Եվրոպական ինտեգրման process ենթադրում է ԵՄ ինստիտուտների հետ մերձեցում, այսինքն Եվրոպայմանագրային բազայի խորացում։ Այս կետից սկսած, եթե մենք մեկ քայլ ուզում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մենք պետք է սկսենք բանակցությունները ասոցիացիան համաձայնագրի շուրջ։ Ասոցիացիան համաձայնագրի դա է մեր ինստիտուցիոնալ հաջորդ քայլը։ Նոր ենք սկսելու բանը։ Ես ասում եմ, եթե մենք այս կետից սկսած ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները, շուտ բայց չենք սկսել, դա վիժեցվել է 13 թվականին ու տենց էլ մնացել է դարակում այդ շուտվանից ոնց կարող ենք սկսել, եթե նոր որոշումը կայացվել, օրենքը եթե անցած տարի է ընդունվել, շուտվանից երբ այդ որոշումը չկա։ 2017-ի ՍԵՊԱ-ի համաձայնագիրը կնքվեց, բայց ՍԵՊԱ-ի համաձայնագրով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն էլ կար, որպես Արցախի հարցի Ուզում եք մենք խոսանք այդ մասին։ Մենք խոսել ենք, չէ՞, բայց այդ մասին։ Բաց սկզբունքներից մեկը, բա մյուս երկուսը մոռացեք։ Սկզբունքներից մեկը, դրանից հետո անգամ 2020-ի պատերազմից հետո Ջոզեֆ Բորելը հայտարարեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Խոսքը ձեր աշխատանքի մասին է։ Մենք խոսել ենք, չէ՞ այդ մասին։ Դուք հիմա ուզում եք նյութ ստանալ, բայց ստեղծված էր։ Ինչի բավարար ինչի՞
Ինչի մասին եք դուք խոսում։ Սեպայի համաձայնագրի մասին։ Ես սեպայից չեմ խոսում։ Բայց ես սեպայից եմ հարցնում։ Սեպայի համաձայնագրի կեսից ավելին կիրարկված է արդեն, մյուս կեսն էլ կիրարկվում, փուլում է, ամեն ինչ նորմալ է գնում սեպայի կապված։ Չէ, ամենևին, ո՞րն է տապալվել։ Դուք այդ համաձայնագիրը նույնիսկ մի էջ այդ համաձայնագրից չեք կարդացել, դուք եք գիտեք տապալվել է թե չի տապալվել։ Միթե մի բան եք լսել, եք այստեղ կրկնում եք։ Ասեցի, չէ, ասեցի, մոտ 50%։ Հա, բայն 50%-ով պիտի կատարեր։ Կատարեր չէ, կատարի։ Կատարի process-ի մեջ եմ։ Դեռ պիտի կատարեր։ Հա, իհարկե։ Դուք արդյունավետ եք գնահատում սեպայի համաձայնագրի։ Հաշվի առնելով այն խոչընդոտները, որ դրա ընթացքում ծագել էին, COVID-ը, պատերազմը եւ այլ, այո, որոշակի դանդաղում եղել է, բայց արդյունավետության նվազում ես չէի ասի, այսինքն համետապես մենք այդ հանձնառությունից չկա հանձնառություն, որից հետ կանգնած լինենք։ Կա բան, որ պետք է ասենք կիրարկվել մարտ ամսին, կիրարկվել է ապրիլ ամսին։ Հա, դա կարող է լինի, մոտ 50%-ը կիրարկվել է, բայց կրկնում եմ ես։ Նորից եմ ասում, դրանից առաջ շարժվելու հաջորդ քայլը պետք է լինի ասոցիացիան համաձայնագիր։ Ես սա մասն եմ խոսում, դուք ասում եք, բան չի ասել, բայ 50% է կիրարկվել։ Սեպայում այսպիսի կետ կար, չեղավ, դրանից հետո Ախր դուք այդ կետի բովանդակությունը չեք հասկանում, դուք չեք քրիստոնեան, դուք չեք հասկանում։ Մենակ ես չէ, շատերն են հասկանում, բայց դուք ինձ թվում է անկեղծորեն դա չեք հասկանում, էլի կոնկրետ դուք։ Ես չեմ ասում, որ դե միլիոն անգամ ես դահլիճում դա խոսացվել է, հիմա նորից ինձ բան եք անում, ինձ պետք է լեկցիա չեմ կարդալու։ Ընդհանուր առմամբ բայց այգա հոգեբանության հարցում ինչ որոշում ունեք այս հարցերի պատասխանը։ Որոշում չունենք, նիստ պետք է լինի ֆրակցիայի, այնտեղ պետք է քննի։ Ես չեմ կարող, անդադում եմ, եվրոպական ստանդարտ է։ Հարցերի պատասխանները կազմեն, այսինքն դուք ասում շատ լավ եք հասկանում։ Այո, ես շատ լավ այդ հարցը, կոնկրետ այդ կետը, այդ երեք սկզբունքները, դրանց միջազգային կոնտեքստը, դրանց կիրարկման հնարավորությունները, կոնտեքստը, ենթատեքստը, այնտեղ ներգրավված ուժերի նպատակները եւ հնարավորությունները ես հասկանում եմ շատ լավ, իսկ դուք չեք հասկանում ընդհանրապես, որ հասկանայիք, կիմանայիք, որ թե ինչա տեղի ունեցել։ Դրա մասին միլիոն անգամ խոսացվել է։ Ինչ վերաբերում է բռնացմանն հնարավոր է որ չընտրեք։ Դուք ձեր մաշկի վրա զգում եք տեղի ունեցածի հետևանքները, դուք չեք զգում թե ինչա տեղի ունեցել, որովհետև դուք չեք գիտակցում մեխանիզմը ոնց է աշխատել։ Դուք այդ մեխանիզմի դետալների աշխատանքը չեք հասկանում, դուք չեք պատկերացնում, թե ոնց են աշխատում միջազգային հարաբերությունները, որ գրած բառը ինչա նշանակում այնտեղ, եւ ինչ խոսքը կարող են լավ աշխատել, որ ավելի լավ հետևանքներ լինեին մեր վրա։ Այդ հարցում ավելի լավ հետևանք չէ կարող։ Դատապարտված են։ Այդ հարցում ձեր նշած հարցում։ Այլ հարցը միլիոն անգամ է դրվել այդ գնահատականը, միլիոն անգամ խոսացվել է, էլի ես չգիտեմ, դուք ուրիշ նյութ չունեք սարքելու։ Ուզում եք կարամ ինչ-որ սկանդալային բան ասեմ, նյութ տակ ես։ Հանրավեճի ավելացնում եմ։ Այնքան նյութ ունենք։ Բարի ծետը պահեք, էլի Դե եթե պակաս լինի, ասեք կտամ։ Հնարավոր է, որ Տիկին Հովսեփյանի կողմ չքվեարկեք այլ տեխնոլոգիաների։ Որոշումները կայացվում են ֆրակցիայում։ Ես ասեմ ոնց է կայացվում, էլի որոշումը։ Ֆրակցիան կազմված է 64 падգամավորից, ֆրակցիայի որոշումները կայացվում են պարզ չի կարալ էլի, դա ասենք դա ասում եմ ես խոսում եմ էլի, ֆրակցիայում որոշումները այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն ֆրակցիայում, կայացվում են ֆրակցիայում։ Այն որոշումները, որոնք որ պետք է կայացվեն վարչությունում, կայացվում են վարչությունում, որի անդամ է Նիկոլ Փաշինյանը։ Այն որոշումները, որը որ կայացնում է վարչապետը, կայացնում է վարչապետը։ Շատ պարզ։ Ֆրակցիայում քննարկվում է եւ քվեարկության է դրվում ձայների պարզ, ամենևին պարզ մեծամասնությամբ։ Ես չեմ կարող ասել, թե ով ինչպես կքվեարկի ձայների ինչ հարաբերակցություն կլինի։ Շատ պարզ, հիմա դուք իմ կարծիքն եք հարցնում, ես անձամբ իմ կարծիքը թույլ տվեք այս բանը չասել։ Բան, եթե ֆրակցիայում ասեմ, հա։ Շնորհակալ։ Տեղեկություններ կան, որ այն 13 հոգին, որ ընտրվել է եւ արդեն Խարանը, այո, որ իհարկեցին Արամ Բարթևանյանի օգտին։ Հա։ Եվ Խարանը արդեն այսպես ասած, Խարան։ այդպես են հիմա խոսում քաղաքական կուլիսներում արժի միջակայքում, որ այդ 13 հոգին, քանի որ արդեն թիրախավորվել է, այնպես անել, որ այդ նույն 13-ը էլի գան, ապահովեն ընդդիմության համար պակասող ձայները։ Ոչ մի տարբերություն չկա, թե ով կընտրի ընդդիմության տեխնացուին որոշումը կայացվում է ֆրակցիայի կողմից, անուն ազգանունները այդտեղ։ Այսինքն բոլորը տեք պատասխանատու, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում, 70% ընտրակեղծիքներով ընտրվածներին հանձնաժողովի նախագահների պաշտոններում ընտրելու համար։ Նույնիսկ եթե ընդդիմությունը հավաքի 1% ձայն, բառի բուն իմաստով եմ ձեզ ասում,
1% ձայն եւ իշխանությունը հավաքի 99% ձայն, այն 4-րդ աթոռը նախագահությունում պետք է զբաղեցնի ընդդիմադիր տեխնացու կամ չպետք է զբաղեցնի ոչ մեկ։ Պիտի մնա դատարկ, ինչպես նախորդ 4 տարիներին դատարկ էր։ Այսինքն ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնը կախված չի ընդդիմության հավաքած ձայներից, ասում եմ 1% մի ձայն էլ եթե հավաքի ընդդիմությունը, իրենք միևնույնն է ազգային ժողովում, ըստ ընտրական օրենսգրքի չեն մանիպուլացնում, կազմելու են 33%, 33%։ Համարտեղա չէ Փաշինյանի այդ հայտարարության մասին խոսել։ Չէ, ես դուք այդ Փաշինյանի հայտարարությունը կապում եք ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Փաշինյանի հայտարարությունը կապ չունի ազգային ժողովի փոխնախագահ ընտրել չընտրելու հետ։ Ոչ, ունի, որովհետեւ Դուք ասում եք իրենց ձայները ընտրակեղծիկով են, ասել ընտրակեղծ։ Դուք ասում եք, որ վարչապետն ասել է, որ իրենց ձայները ընտրակեղծիկով են, այսպես եւ այնպես է։ Եվ հիմա դուք այդ Ճիշտ է ասել, որ եղել է դա, բայց ես կրկնում եմ, նույնիսկ եթե հիմա կրկնում, ես հատուկ կրկնում եմ, եթե իրանք հավաքած լինեին ոչ թե քանի տոկոս են հավաքել, 20 քանի, չէ, 24, 25 չեմ հիշում։ Ասեմ նույնիսկ եթե 1% հավաքած լինեին, այստեղ նստածել լինելու 33% ընդդիմադիր падգամավոր։ Հիշում եք 18 թվականին, երբ մենք հավաքել էինք 70%, ասենք այնտեղ ֆրակցիա կար հավաքել էր 10%, բայց իրենք այստեղ ներկայացված էին 15-20%-ով, համապատասխան բանաձևով։ Այն բանը ասում։ Ինչ եք ասում։ Կներեք, ձեզ համար ընդունելի է, որ ձեր խմբակցությունը ընտրեց մի ուժի ներկայացուցիչի եւ կընտրի հանձնաժողովի նախագահների պաշտոններում ուժերի ներկայացուցիչների, որոնք ըստ Նիկոլ Փաշինյանի 100% ընտրակեղծիքներով են եւ 2 օր անց դառնում են 70% ընտրակեղծիքներով ընտրված։ Դուք ինչպես եք դա ձեր այդ հայտարարությունն ու այս գործողությունը ակնհայտ է, չէ, որ մեր հասարակության մեջ կան ընդդիմադիր մարդիկ, դա ակնհայտ բան է, չէ, հո հասարակության 100%-ը իշխանության համակիրը չի։ Եվ ակնհայտ է, չէ, որ մեր հասարակությունը խորհրդարան է գործուղել որոշ ընդդիմադիր ուժերի։ Ակնհայտ է, չէ՞ դա։ Եվ օրենքն ասում է, որ ընդդիմադիր ուժերը պետք է առաջադրեն փոխնախագահի տեխնացու։ Հիմա դուք ինձ ինչ եք ասում։ Ասում եմ, որ դուք ես չեմ հասկանում։ Ասում եմ մի ձայն էլ լինի, մեկ ձայն էլ որ ստացած լինեին։ Էլի այդ տեղին իրանք պետք է մարտար։ Եթե միայն Արամ Վարդևանյանը ինքը ընտրած լիներ, ուժեղ Հայաստան կուսակցության մեկ ձայն ստացած լիներ, եւ 99.99 ստացած լիներ ԿՊ-ն, միևնույնն է, ուժեղ Հայաստան ֆրակցիան էլի բաղկացած է լինելու 20 քանի падգամավորից։ Եվ իրանք էին իրավունք ունենալու առաջարկելու այդ մի տպած բան եմ ես ձեզ ասում։ Դուք ասում եք ընդունելի է։ Ներողություն, հարցը շատ։ Եթե այդ մի տոկոսը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, ընտրակեղծիքներով է ձևավորվել, ձեզ համար ընդունելի է ազգային ժողովի կանոնակարգի պահանջը։ Մի տոկոսը ընտրակեղծիքներով չի, այդ մի տոկոսը խոսքը իրենց թվի մասին է։ Եթե մի տոկոսը աուտենտիկ ձայն իհարկե իրանք կարող է եւ ունենան։ Հա, այսինքն օրինակի համար հիմա 100%-ով էլ չեք համարում։ Մենք քաղաքականությունից ենք խոսում, ոչ թե մաթեմատիկայից։ Դուք ասված ամեն ինչ, սա քվանտային մեխանիկա չի, բառացի տենց ֆիզիկական իմաստով մարդկանց բերանից դուք լուրջ մոտեցեք, բայց քաղաքականության մեջ բառերը կարող են ունենալ տարածական մեկնաբանություն։ Դուք հասկացեք վարչապետի ասածներից, որ մեծապես կտրակաշարքով ստացած։ Դուք տենց հասկացեք։ Ոչ թե հասկացեք, նենց որ բոլոր 360,000։ Ներողություն 100% ասել։ Պարոն Եղոյան, Եվրամիությունը իսկ եթե մի տոկոս կեղծիքով ընտրված լիներ ազգային ժողովը դեկիներ։ Ընկերներ, գոյություն ունի իրավական գնահատական եւ գոյություն ունի քաղաքական գնահատական։ Քաղաքական ուժերը կարող են քաղաքական գնահատականներ տալ։ Այն գնահատականը, որը կուզենան, բայց քաղաքական ուժերը չեն կարող ասել, դե քանի որ ես տալիս եմ այսպիսի քաղաքական գնահատական, այդ դրա հետևանքով ընդդիմադիր տեխնացուին չեմ ընտրում ազգային ժողովի փոխնախագահ։ Այդպես չի լինում։ ԵԱՏՄ-ից Ռուսաստանի Դաշնությունից ուլտիմատում հնչում է կողմնորոշվեք մնում եք ԵԱՏՄ-ում դուրս եք գալիս։ Դիտակտիր է Եվրոպական միությունից կան արձագանքներ Ռուսաստանի Դաշնության կողմից հնչող այդ ուլտիմատումների վերաբերյալ եւ ընդհանրապես Եվրամիության կողմից կա մեծ շտապեցնելու հարց չկա, Եվրամիությունը որևէ մեկին չի շտապ։ Ամենևին շտապեցնելու process չկա, Եվրամիությունը ընդհանրապես որևէ մեկին չի շտապեցնում։ Մենք ենք ցանկություն հայտնել, զերտացնել հարաբերությունները եւ իրենք ամեն կերպ մեզ աջակցում են այդ հարցում։ Իրենք շտապեցնելու հարց չկա, հարաբերությունները խորանում են։ Իսկ Ռուսաստանի Դաշնության այդ գործելավոճին
ուլտիմատումին կողմնորոշվեք մնում եք թե գնում եք Դե Եվրամիություն։ պատասխանում ենք դրան եւ այդ մասին խոսակցություն չի եղել, չէ։ Եվրամիությունը այդ ոչի խոսակցություն չի տանում, կներեք։ Իմ գործընկերոջ հարցին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքին մասին դուք ասիք բայ մնացած երկուսը, բայց կստացվում է այս սկզբունքը, որը որ ձեռնտու է Հայաստանին, դա դնում եք լիքով, դա հասկանալու Մենք այդ մասին խոսացել ենք, չէ, չի ստացվում։ Չէ, չի ստացվում։ Ես ձեզ խորհուրդ չեմ լսելու ես ձեր հարցը, արդեն լսեցին, չեք ասում։ Դուք չեք ես ձեզ էլ եմ հիմա նույնը ասում։ Դուք այդ երեք սկզբունքների աշխատանքը մի մեխանիզմի մեջ չեք պատկերացնում։ Այդ երեք սկզբունքները մի մեխանիզմ են։ Ինչպես ավտոմեքենայի շարժիչն է մեխանիզմ։ Դուք ավտոմեքենայի ոնց որ ավտոմեքենայից չեք կարող շարժիչից մի կտորը հանել, ասել ես այս կտորն եմ տանում շարժիչի։ Ինձ ձեռնտու կտորը, ասենք թե Porsche-ին մի վայրկյան։ Գերադասվեց այն Չգերադասվեց, իրանք միասին են աշխատում։ Ինչպես ավտոմեքենայի շարժիչը, իրանք միասին են աշխատում։